Սուրբ Օքին կգոտրե բոլոր բնական սահմանները։ Սուրբ Օքին կգոտրե բոլոր բնական սահմանները։ Հարցում այն է, երբ կգոտրե, շատերուն հարցում այն է, ինչու միշտ չի գոտրեր, ուրիշներ կհարցնեն, իմ կյանքիս մեջ ինչու չեմ տեսներ գոտրված, ես կխոսիմ Սուրբ Օքին ինքնության մասին, կխոսիմ Սուրբ Օքին աշխատանքին մասին, ես կխոսիմ Սուրբ Օքին սկզբունքին մասին, որ Սուրբ Օքին մեջ այդ պատրաստակամությունը կա, իր մոտեցումին մեջ այդ պատրաստակամությունը կա, որ գոտրե բոլոր բնական սահմանները։ Բոլոր սահմանները գոտրե։ Տեսեք սիրելիներ, Սուրբ Օքին մեկումը հաշիվ չի դար։ Մեկումը։ Ես եւ դուն հաշիվ կուտանք։ Կսենք ասիկա մեծ է, հաշիվ գնենք։ Կսենք ասիկա հարուստ է, հաշիվ գնենք։ Կսենք ասիկա դգար է, հաշիվ գնենք։ Ասիկա զորավոր է, հաշիվ գնենք։ Ասիկա գարավարական մարդ է, հաշիվ գնենք։ Ամեն բանի համար հաշիվ գնենք, միշտ մեր հաշիվներում մեջ մեր դասանորդը կա։ Չէ, բոլորս ալ եկեղեցի պես մեր դասանորդը ունենք շահերով, ամեն ինչի մեջ։ Սուրբ Օքին մեկում հաշիվ չներ։ Եվ պետք է չունի ինելու, ինք ազատ է։ Ինք եկած է մեկ նվադագով։ Չլա քեզի տեսնե, այդ նպատակին կծառայես։ Ոչ խաթրի գնայի, ոչ սկզբունքի գնայի, ոչ օրենքներու գնայի, ոչ բնական օրենքներու գնայի, ամեն կխախտե։ Եվ ասոր մեջ նամակ կա ինձ եւ քեզի։ Ինքը նկատի կառնե այն կյանքը, որ Քրիստոսով մենք ցերկ բերինք, ամեն բան է վեր է, ամեն բան է կարևոր է, աս աշխարհեն ավելի կարևոր է։ Եվ գուզե, որ մենք ամբողջ էությամբ եւ ուժով անոր մեջ բաժին բերենք։ Եվ ասիմ ասածս օդար չէ, դերևս ծեր մեջ են 90% եւ ավելի փորձառություն մ ունեցած են։ Բայց արդյոք այդ փորձառությունը բահված է, թե գործված է, թե քաղճացած է կամ եւ այլն։ Եվ կարևորը որ մենք նկատի առնենք։ Մենք բոլորս ալ, երբ Սուրբ Օքիով մգրդված ենք, բամը խենթեղած ենք։ Բամը խենթեղած ենք։ Որում որ իմանայես եւ խենթ չէ, քեզի պատճառ կուտա ինչու խենթ չէ։ Պատճառներուն ագանց չի դար Սուրբ Օքին։ Դեր Սուրբ Օքին նույն դեղն է, դունի որ պատճառեն հրաժարիս ինքը նույն ծևով իրի կորձե։ Երբ թարմ օծությունը կյանքիդ մեջ կուքա, գցկե որ քու նվիրումդ ընտլայնի, զարկանա, մեծնա, զորավորը լա։ Եվ ցուն այդ ժամանակ լուրջ ես կենար։ Լուրջ ես կենար։ Նայեցեք այսօր եկեղեցիներս բադանիներուն ինչպես գնայիք։ Լակ ծնողներ, լակ ոչ ծնողներ։ Նույն այդ դարիքի բադանիները մեր մեջը ունեինք ասկե 15-20 տարի առաջ։ Բադանի էին։ Եվ Սուրբ Օքին մեր առաքելության վրա իջավ եւ մեզի պատճառ դարձուց, որ մենք վերարտություն մբերենք Սուրբ Օքիի աշխատանքի մասին։ Ասոնք խենթ էին։ Ամեն մարդ գզգուշանար ասոնց մե, միաժամանակ այն մարդ գլսեր ասոնց։ Ցեզ մե շատ էր բադանիիմը կարոզելով եկած է, եղբայրը, քույրը, ընտանիքեն մեկը եւ այլն, կամ բարեկամ։ Վերջը գնայիս, որ պայմանները, կյանքի պայմանները քեզի ասես սխալ համոզում կտան, սխալ դիրքի մեջ կտնեն։ Եվ դու գործընծնես այդ զորությունը, այդ Սուրբ Օքիին քու միջոցավը դրածը։ Երկու օքի կովկովի չէին կարող ուրիշ նույնի մասին խոսելու։ Կովկովի գուկային Սուրբ Օքիին ռազները կպատմեին։ Աստվածաշունչը իրենց ցերկներ
Իրենց այդ բադահած համարներուն մասին կխոսեին։ Սուրբ Օքին այդպես կաշխատի։ Այսօր, երեք, վաղը, մույսօր Սուրբ Օքին չի փոխվիր, բայց աս չէ միայն Սուրբ Օքին ըրածը, երբ կսեմ սահմանները կգոդրե։ Սուրբ Օքին մեկ նպատակի համար եկած է եւ գագնգալ է, որ մենք այդ նպատակը հետապնդենք։ Եթե բնավ գուզենք իրեն մասին մեր քիծածները մեր առօրյա կյանքի մեջ տեսնեն։ Ես այսպես կհավատամ, այսպես կհրճագեմ, նույնը պիտի մնամ իմ ամբողջ կյանքս եւ բոլոր մանրամասնությունները ամբողջ կյանքս բոլոր մանրամասնությունները մեջը ոչինչ են իր մեկ հբումինքով դու նազատ ես նայ լրությունը զորացավ ինչպես պիտենենք ասիգա կսես խենթ ես կսես աբուշ ես կսես ինչ կուզես ասե օրը կդեսնվենք միասին չանցնես օրը առանց որ իր ներգայութենեն օգտվիս չլա օրը անցնի լման եւ թուն անդեսածը լաս իրեն բարապ բաներու յետևեն երթալով եւ երբ բարապ բաներ գսեմ շեշտելով եւ գրկնելով ամեն ինչ որ կյանքիդ մեջ ունիս եթե փախտադեմ իրեն անդեսելուց հետ ամեն մնացածը բարապ դարձավ չլա օրը անցնես մեկ օր եւ իր մեջ լսես կորձդ արկել չէ իրեն լսելու սպաղում արկել չէ իրեն լսելու փնավ Թուն կյանքիդ ուղղությունը իր նպատակի մեջ վեր աշխատած ադենդ ամենալավ ժամանակները կլան հետը խոսելու համար ամենալավ ժամանակները կլան իր հրաշքները տեսնելու համար Այմար չեք անցված որ ելլեփեմեն կարոզ է Այմա չեք անցված որ եկեղեցու քարտուղարության մեջ լա գամասը լա գամանը լա եւ մարդ գանչված է իր դեղի մեջ գործել եւ Աստված փնավ խնդիր չէ ունեցած փնավ որ ասինչ դեղը շատ լա եւ այդ ինչ դեղը քիչ լա Չէ եղած այդպես բան Մենք կտեսնենք Գործարակելոց 19-րդ գլուխի մեջ որ Բողոս Արաքյալ հետս հետ իր ծառայության մեջ կբարձրանար եւ ասինք որ ադիգա պատճառներ իր նվիրումին հավատարմության դերոջ հետ ժամանակ անցնելուն եւ իր գադարելի կորձին համար միշտ հաշվետու լալով դիրոջ եւ դերոջ հայտնությունները առնելով ասոնք էին իր ուժը Տասնիններորդ գլուխ առաջին համարեն կգարտանք կսե Աբողոս Կորինթոս կգտնվեր Բողոս Քաղադիայի եւ Պրիկիայի գողմերը բդդել է յետ Եփեսոս իջավ Այստեղ դիրոջ աշակերտած մարդիկ գտնելով հարցուց անոնց Սուրբ Օքին արիք երբ հավատացիք Ես հավանաբար մեկ շաբաթ ապրել եմ անուշ քաղցր այս հարցումը որ հոգի Աստված տուն ինչ ասել գուզեիր ինչ էր Յեդին մղումդ որ ցկեցիր որ Բողոս հասնի հասածին բես հարցնե երբ հավատացիք Սուրբ Օքին արիք Ամենակարևոր բաներեն մեկը որ հոգին իմ սրտիս մեջ դրավ այդ է թե Բողոսի համար եւ իր առաքելության համար իր փորձառություններուն համաձայն կարևորագույն բանն էր որ մարդիկ երբ հավատան Սուրբ Օքին մխիթարությունը, օգնությունը, հովանավորությունը, առաջնորդությունը եւ բարիքները իրենց կյանքի մեջ ունենան։ Բողոսին համար Սուրբ Հոգին ունենալը եւ Սուրբ Հոգիով առաջնորդվելը Սուրբ Հոգին ու իրեն ուղղել ամենակարևոր բաներեն մեկն էր։ Այս էր իմ սրտիս մեջ Տերոջ խոսքը այս հարցումին հետ կապված որ Բողոս կուքա հարցնելով։ Անոնք պատասխանեցին նույնիսկ չենք լսած թե Սուրբ Հոգի մգա։ Բողոս հարցուց ապա ինչով մգրդվեցաք։ Պատասխանեցին Հովանեսի մգրդությամբ եւ Բողոս ասավ Հովանես ժողովուրդը մգրդեց մգրդությամբ որ մարդիկը ապաշխարության կհրավիրեր, բայց գսեր որ հավատան անոր որ իր մե յետ պիտի կար, այսինքն Հիսուս Քրիստոսին։ Եփեսացիները ասիգա լսելով
Եփեսացիները ասիգա լսելով Տեր Հիսուսի անունով մգրդվեցան, իսկ երբ Պողոս ցերկը թրավ անոնց գլխուն, Սուրբ Օքին իջավ անոնց վրա։ Անձանոտ լեզուներով գխոսեին ու գմարգարեանային դեղվին վրա։ Անոնք ընդամենը շուրջ 12 հոգի էին։ Անգետ կտեսնենք ամիջապես Պողոս Արաքյալի կյանքի մեջ կսկսին արդասովոր հրաշքները, որ կանոխենադոր մասին խոսեցանք։ Անգետ կտեսնենք Սկևա քահանայապետին դղակը 7-ը կուքան թիվահարմը թևի մթեմ, թիվահարի մթեմ եւ գխոսին Բողոսին քարոզած Հիսուսի անունով եւ թևը գուրախանա, որովհետեւ կգտնե մեկը, որ Հիսուսի անունով խոսեցավ, բայց ինքը կրնա ադոր հապշտակել։ Կսե ես Հիսուսը գիտեմ, Բողոսն ալ գիտեմ, սա կնշանակե թե որքն ալ գիտեմ, սա կնշանակե XXX-ն ալ գիտեմ, բայց դուք ով եք, ցեզի լիստի մեջ չեմ տեսներ, անուններու ցանգին մեջ ցեր անունը չեմ տեսներ։ Հալելույա։ Վրանին գիշն է, գիսամերկ բոլորը գպախին ներսեն, դուրս կելեն։ Թևերն անգամ դեղյակ են, ցուցակ են բրգվածներուն։ Շատ անգամ մարդիկ չեն ճանչնար։ Շատ անգամ հավատացյալը իր բրգված անձը ինքը չգիտեր իր անձը ով է եւ Քրիստոսով ինչ ունի։ Մենք կտեսնենք Սուրբ Օքին շարունակ Բողոսի հետ աշխատանքի վիճակի մեջ էր եւ հարցումը հետեւյալն էր, որ ինչու դեր Բողոսին հետ եւ արդյոք Բողոսին հետ ըրածը ուրիշներու հետ ալ գնես, արդյոք թուն պատրաստակամություն ունիս, պիտի չհարցնեիր այսպես հարցում, գիտնաս որ չանկնես Բողոսին բեսել լալու կամ չանք չնես Բողոսին բեսել լա, որովհետև թուն հատուկ կերպով որոշերես Բողոսը պիտի լա, թուն ազատես իրավունքը դե մեկը սելիք չունենար քեզի թեմ, բայց կոնե հանգիստ կյանք կապրենք, չէ՞։ Բայց է որ դերոջ արչև կգենաս եւ դերը քեզի յետևի աստվածաշնչական համարներ գուտա ասելով ամեն ինչ որ ես կործածեցի, նույնը նաեւ ցեզի խոստացա։ Բողոսին օրինակ առնելը դերը գահիտնե սիրտիդ մեջ, որ շատ հերույ է, որ Բողոսին օրինակ առնես իրեն չափ գրնասնել կամ չես կնար, եթե գսե դերը ես անցնաբսեսի, ինչ որ ես սրիտուն գրնասնել եւ ավելին գրնասնել։ Դեր Բողոսին օրինակը բերելը ուր մնաց։ Ուրեմն ասիգա այդ եզրակացության կհասնի, որ իմ ռեմայիս հետ կապված է Սուրբ Օքին ամեն սահման կգոդրե, ամեն բնական սահման կգոդրե։ Որովհետև ադիգա իր նպատակին կծարայե եւ ինքը այդ ուղղությամբ կկործե մեր կյանքերում մեջ։ Երբ հավատացյալները Աստծո խոսքը դարաձելու համար գոդրեն անձնական սահմանները համարձակությամբ Աստծո խոսքը դարաձելու համար, երբ հավատացյալները Աստծո խոսքը դարաձելու համար կգոդրեն մարդկային բոլոր սահմանները խոսքը դարաձելու հետ կապված, այն ադեն Սուրբ Օքին կպատասխանե իր քերբնականով եւ կգոդրե ամեն սահման։ Քերբնականի համար սահման չի մնար այլևս։ Սահման չի մնար, թե ինք ինչպես կկործե։ Արդույա լսինք, չէ, քրդինկոտ հակուսները, տաշկինակները, Պետրոսին շուքը, ամեն օրենք կխախտի եւ որ մենք Աստծո խոսքը դարաձելու վիճակի ենք։ Ուրեմն եթե ես կուզեմ, որ Սուրբ Օքին իմ կյանքիս մեջ կործե, ես միան իր խոսքը գիտնալու բեք չունիմ։ Եկեղեցի քալու բեք հիմնական չէ, ոչ թե հիմնական չէ, բարձորեն
այսին քալս բավարար չէ։ Ես պետք ունիմ իր խոսքը տարածելու։ Եթե ես իր խոսքը տարածելու մեջ չափ սահման գոդրեմ, այսինքն մարդոց խոսելու երտամ ինձ ամիջցնեն։ Երեսս դարձնեմ ուրիշին երտամ երեսիս տկնեն։ Երեսս դարձնեմ ուրիշին երտամ սկսին հալածել ինձի, գործին, դպրոցին, դունին, ընտանեկան, ազգականներուն մեջ։ Երեսս դարձնեմ ուրիշ տեղ երտամ առանց իմ Աստծո խոսքը դարածելուն արգելք տալու եղածներեն։ Սուրբ Հոգին իմ կյանքիս մեջ, ինչպես ես մարդկային սահմանները գոդրեցի խոսքը դարածելու համար, ինքն քերբրագանի սահմանները պիտի գոդրե իր հովանավորությամբ իմ կյանքիս մեջ գործելու համար։ Տեր Հիսուս, աշակերտները, Բողոս, բոլորը, երբ հրաշք տեսած են, Աստծո խոսքին քարոզչությունը եղած է։ Աստծո խոսքին քարոզչությունը եղած է։ Եվ Սուրբ Հոգին շարժած է ոչ թե որովհետև այսինչը կամ այնինչը աղոթեց։ Սուրբ Հոգին շարժած է, որովհետև այս համացայնությունը իր ծրագիրին եւ նպատակին մաս կգազմե։ Ես ադեններ հանդիպած եմ մարդոց, որոնք ինձ գսեն, «Պաստոր մեկ հատ աղոթե, նա է ինչ պիտի լա բզդիկներուս»։ «Պաստոր մեկ հատ աղոթե, նայինք կորձը ինչպես պիտի լա»։ Ես գաղոթեմ, շատ անգամ առաջնորդություն կունենամ, շատ անգամ շատ վեկ կլա առաջնորդությունը։ Իմ բաշտոնս է գաղոթեմ, գփորձեմ սորվեցնել ալտերևս, որ քիչ ավելի ճիշտ մոդենա։ Ինձ է դա չէ հարցը, իր մտայնության է դա հարցը։ Որովհետև այդ սահմաններուն է մտնոլորտի մեջ ընդհանրապես Սուրբ Հոգին չաշխատիր, Աստվածաշունչը մեզի չսեր, եթե մեկը գա Աստծո հետ հաղորդակցություն ունի, կացեք հարցուցեք, որ Աստված պատասխան տա։ 5 դագարանի օրերը չենք ապրիր, որ դեսանողին գերտաս, որբեսի քեզի էշդ գտնել դա։ Հստակ է, չէ՞։ Բայց մարդիկ կնեն։ Ինչն է, որ Աստված գուզե, որ մարդոց կյանքի մեջ ըլլա իր խոսքը դարածողին համար։ Ինչպես պիտի գրտես քո անձը, որ Աստծո խոսքը դարածողի հոգեվիճակ ունենաս, սիրտ ունենաս։ Որովհետև երբ Սուրբ Հոգին կտեսնենք գարկը մարդոց կյանքերում մեջ կաշխատի, բադահականորեն չաշխատիր Սուրբ Հոգին հոն։ Անպայման փանիմը վրա հիմնված, որ իր նպատակին կծառայե, կգտնե եւ այդ ուղղությամբ է որ կաշխատի եւ կգործե։ Այդ մարդոց սիրտերը, միտքերը, գամքը միագդուր, միասին հյուսված են դեպի մեկ նպատակի գետ։ Այս մարդիկը խենթ են, քանի օքի ասկի առաջ Աստծո խոսքը դարածելու համար Սուրբ Հոգիով մգրդված ադեն խենթ եղած է, ունեցած է խենթ վիճակ, քանի օքի ունեցած է։ Այդ մարդը, որ Աստծո խոսքը դարածելու նպատակին մեջ այսպես խենթ է, Սուրբ Հոգին անոր հետ պիտի աշխատի։ Այս մարդոց գետրոնացումը ամեն քնով Քրիստոսը փառավորել գլա։ Ամեն խելքով, ամեն գետրոնացումը ադիգա գլա։ Հավատացյալներուն այս ներքին մղումը գնդկրգե, որ մեծ հանցնարարության հանդեպ արմադական հնազանդություն ունենան։ Իրենց մեջ բադիվի խնդիր է Աստծո բադվերը մեծ հանցնարարության մասին գադարելու։ Իրենց մեջ լուրջ խնդիր է, եթե ադիգա չնեն, իրենք անհնազանդ կսեպվին։ Այս օրերուս գտեսնեմ հավատացյալները բնավաս խնդիրը չեն ունենար։
Եվ կարևոր է որ անդրադարձ ունենաս որ դու անհնազանդ ես ասոր մեջ։ Սուրբ ոգին ամեն օր գխնդրես կորձ, դուն, բզդիկ, ամեն ինչ։ Բայց իր աշխատած դաշտը չես շիներ կյանքիդ մեջ։ Շատ կարևոր է։ Պողոս տեսեք ինչ կսե Այբ Կորինթացիս 9:16 Վայ ինձի, եթե չքարոզեմ։ Վայ ինձի, եթե չքարոզեմ։ Ինչու՞ պիտի սերասվես։ Այս ինչս էլ գուզեր։ Վայ ինձի, եթե չքարոզեմ։ Աստծո կողմէ իրեն դվածին նկատմամբ իր բարդավորությունը եւ անոնց նկատմամբ իր հնազանդությունը գայտնե։ Այս մարդոց ինքնությունը գապված է առաքելության, ցախողելու, հալածվելու մտահոգությունը իրենց համար ամեն երկրորդական է։ Այսօրվա հավատացյալներուն համար կոնե մեծ ամաստությամբ, ցեզ մե շատերուն հետ խոսած եմ, ինչու՞ ծեր ազգականներուն այլևս չեք խոսիր, պատասխանը հետևյալն է, քանի անգամ խոսած եմ մտիկ չներ։ Օրինակ, ուրիշներ մարդոց մի անգամ խոսած կլան, անգևերջի է, որ մարդիկ չեն ընդունիր կգենան։ Լավ, անոր չես խոսիր գոր, բայց ինչու լման գեցար Աստծո մասին խոսել են։ Ինչու։ Անոնց ոչը մերժելը ժխտական ազդեց քու վրատ, հալածանքը չգլեցիր, հալածանքին չդիմացար, անորոմար այլես ուրիշին ալ չես խոսիր։ Կանոք է հասկացա։ Չես խոսիր ուրիշին ալ, որովհետև այլևս բավարար ուժ չունիս, պատրաստակամություն չունիս Հիսուսի անունին համար մերժվելու։ Դու ազատ ես գրնաս ցուն քեզի ոչսել, այոսել, ապաշխարել ասկե։ Բայց եւ որ դու մեկ անգամ կկարոզես, այլևս մեկը կի մերժես, չես կարոզեր, այլևս, սա կնշանակի որ Հիսուսի անունին համար հալածվելու, քննադատվելու պատրաստակամություն չունիս։ Սուրբ ոգին գուզես աշխատի։ Սուրբ ոգին պատրաստ է աշխատելու։ Այս մարդոց գողնացույցը գախյալ չլար վախեն, ինչ պիտեսեն, ինչ պիտենեն, ինչ պիտի ելլա։ Այդ երեսը անամոտ դարձած է։ Ինքը գիտե հարաբերության մեջ Տերոջ հետ, որ պետք է այս մարդոց խոսի, այս մարդուն հետ աս մի քանի տարին անցին է վերջի պիտի տեսնվինք դեղը, որ այմեքս մեկ ճամփա պիտի երթանք։ Ինքը հավիդյան պիտի չարչարվի, ես հավիդյան ուրախության պիտի անցնիմ։ Քրիստոսի սերը գունենան մարդկության հանդեպ, որովհետև ներքնաբես երախտակետ են, երախտաբարդ կսկան դիրոջ իրենց ռadzին նկատմամբ։ Եվ անոր համար նաև մղված են նույն սերը, երբ նույն սերը զգաս անպայման պիտի մղվիս ուրիշին դալու։ Եթե Հիսուսին սերը զգաս, որ դալու բարձրակույն պատկերն է, անպայման տուն ուրիշին դալ պիտի ուզես։ Այդ սերը կստիպեք ես, որ տուն մարդոց խոսիս, որովհետև մարդոց ազատությունը գախյալ եք ու խոսել հետ։ Նաև այս հավատացյալները իրենց վրա մարդոց հոգիներուն փրկության փերը կգրեն, եւ հոգիներու փրկության փերը գրելը իրենց կուտա հոգևոր համարձակություն։ Աստծո առջև երբ կենաս իր մեջ խնդրե, որ այդ փերը դա մեջդ։ Դեր ես դիրոջ անցյալորերը նորեն գսեի, դեր այսինքն դու մարդոց հանդեպ մինչև հիմա հատուկ սեր ունիս, ես գուզեմ իր լրումով զգալ, վնաս չունի, գիտեմ որ ասկե առաջ ասած եմ, որ դեր չեմ թիմանար որ այս սկացումին, որ լալ գուտա, բայց գուզեմ զգալ, որովհետև նկատեցի, որ ադիգա շատ ավելի լավ համարձակություն կուտա, քան ուրիշը զգացումը։
Այս մարդոց հոգեբանության մեջ քաջություն կունենան։ Եվ ադիգա պատճառ գլա, որ իրենք քերբնական հոգևոր քայլեր առնեն։ Չեն վախնար մեգում աղոթելու Հիսուսի անունով բժշկվեցելու։ Իրենց համար այդպես էթերևս չբժշկվեցավ։ Ես անցյալ օրը գիտեք ինչ հարցուցի, դիրոջ հարցուցի, որովհետև ինձ համար կարևոր է ես գիտնամ այս բաները հոգևոր հաղորդակցության եւ հարաբերության մեջ։ Դերոջ հետեւյալ հարցումը հարցուցի։ Ասի դեր տուն Պետրոսին դունը մդար։ Եվ հազիվ ներս մդար դեսար զոքանչը տակության բռնված էր։ Ամիջապես քովը կացիր, ցերկեն բռնեցիր, տակությունը ցկեց իրեն, ելավ քեզի ծառայելու սկսավ։ Հարյուրաբեդը քեզի հետ խոսեցավ, քեզի իսավ իմ ծառաս անդամալույց վիճակի մեջ է, եկուր աղոթե իրեն համար, դու նույնիսկ չսիր, աղոթենք, դերոջ կամքը փնտրենք, ապա ասիր գուքամ կբժշկեմ։ Ասի փնավ քու ամբողջ երկրավոր առաքելությանը ընթացքին եղած է օրմը, որ բահմը մտածած լաս, որ հիմա որ ես գհրճագեմ եւ գհայդարարեմ, չլա։ Փնավ մտածած ես։ Հիմա դիտես ինքը Աստված է, Աստծո որդի է, ինքը ինձի պես եւ քեզի պես ամեն փորձությունները անցավ։ Աստվածաշունչը այդպես կսե։ Ես չեմ գնար իրեն սկիպնել այդ բանեն, կամ ասել, որ իրեն չպատահեցավ։ Եվ դեր ինձ իսավ հետևյալը, մինչև այն ադեն, որ Սուրբ Հոգին առաջնորդվիս, Սուրբ Հոգին պիտի հովանավորե բոլոր ասածներդ եւ վրացներդ։ Ինձ համար լուրջ հարց է։ Լուրջ հարց է։ Ինձ համար այսպես ասել է, կնա սենյակդ մդիր, չելես սենյակդ, մարդոց հետ չխոսիս, բամը չնես, մինչ որ Սուրբ Հոգին այդ առաջնորդությունը հաստատ գիտնաս։ Ինձ համար այդպես ասել է, չեմ կեր քեզի համար նամակը ինչ է։ Ինձ համար ադիգա է, ապտագի պես է։ Չի կրնարը լալ, որ հոգիով առաջնորդվիս եւ այդ մարդկային վախերը, որ մենք կունենանք անոնց հանդիպիս։ Դերևս քեզի քիչ բաներ գսեմ, որ շատ մեծ է, քիչ բաներ գսեմ, որ շատ մեծ է։ Քեզի գսեմ ինչ որ ես դերոջ հետ հարաբերությանս մեջ գլսեմ, որ ինք գսե։ Ես գավադան, որովհետև աստվածաշնչական լեցուն համարներ կան։ Ես այդպես չեմ արնել, ինչպես շատեր կրնան արնել, հիմա ասպաները ուր, ես ուր։ Ինձի մնաց, ես այդպես չեմ արնել, ես գերտամ, սենյակ կմտնեմ, կսկսիմ աղոթել, կսկսիմ դիսել դեր, հաջորդ քայլը ինչ է, ես ասիկա կուզեմ, ինչ կուզես ասոր համար քին վճարեմ, ադիգա ցերկ բերելու համար, ինչ կուզես ասոր համար քին վճարեմ, ես պատրաստ եմ, եւ որ պատրաստ եմ, ասեմ ամեն ինչս պատրաստ է։ Ադիգա առնելու համար եւ իր առաջնորդության մեջ կգենամ։ Մենք բոլորս ալ պետք ունենք հոգևորապես գրթվելու, մարզվելու, ոչ թե նոր առնելու համար, իր մեզի դվածը արձակելու համար։ Աստվածաշունչի մեջ կտեսնենք կսե Մարգոս 16:20 անոնք աշխարհի բոլոր կողմերը երթալով դիրոջ գործակցությամբ ավետարանը կկարոզեին եւ իրենց քարոզությունը կհաստատվեր իրենց դրված բոլոր նշաններով։ Իրենց քարոզությունը ինչպես կհաստատվեր մարդոց ապաշխարությունով, ոչ։ Սուրբ Հոգին դված բոլոր բժշկություններով, նշաններով եւ ամեն միջոցներով, որ ինքը գորոշեր։ Գիտեք, որ Աստծո ծառայած ադենդ
Կերպնականի ծառայության մեջ պիտի երթաս։ Հանգարց եթե արիդ տաս վախերուն, թուն գրնաս դեղմը հասնիլ, որ այլևս կերպնականի մասին չի խոսիս, որովհետև բավական լուրջ ամոթի ցկող նյութմն է, գաղոթես չլար, գուզես չբադահիր, ընդհանրապես հոսանքը քեզի հոն գտանի, փոխանակ խիստ լաս։ Եկեղեցու հայրերը, որ նոր քրիստոնեության մեջ մտած էին եւ գուզեին Աստված ճանչնալ, եւ որ Աստծո ներկայությունը կբացակայեր անաբադ կերտային չէին վերաթարնար, մինչեւ որ այդ ներկայությունը վերաթարնար եւ պատասխան առնեին Աստծո իրենց կյանքի մեջ ընելիքի մասին։ Այսօր հավատացյալները շատ ավելի լավ ցև ունին։ Գաղոթեն, Աստված պատասխան չի տար, մեկ հատ այդ մասին չեն խոսիր։ Նոր ցև կգտնեն Աստծո խոսքը դարածելու համար։ Եվ այլևս քերպնականը կբացի, բայց Աստվածաշունչը այդպես չսեր։ Սուրբ Հոգին անոնց քարոզչության հետ միասին նշաններ գներ։ Բայց մենք նշաններ չենք տեսներ, ուրեմն լավ, սկսե տեսնելու։ Կդիր եկեղեցիմը հավատացյալ միջավայրը, որ նշաններուն կհետևի, երբ այդ սկիզբնական ցկդումը չունի։ Կդիր մեկ հատ։ Կսե մարգարեություն լեզուներ խոսիլը պետք է թարգմանություն ունենա։ Բոլոր այն եկեղեցիները, որ այդպես կսեն, ոչ լեզու կխոսին եւ ոչ թարգմանություն ունին։ Այդ չխոսից ինչպես որում դիտել է մեկը թարգմանող։ Մարգարեությունները գսե երբ գնեն, մեջը շատ անգամ սխալ գել է, մարգարեությունները կգեցնեն, բայց դեղմը չես ված մարգարեությունները սխալ պիտի չլան։ Այն որ պատասխանատու պիտի լա, բայց ինքը դագարանի պես չէ, չես կնարգեցնել։ Բոլոր անոնց վրա ցերկ տնեք պիտի բժշկվին, ցերկ տրիչը բժշկվեցա, մեկ հատա չեմ աղոթեր։ Ասիկա դունդուն խալու պես բան մի աղավ։ Հասկացաք սիրելիներ, մեր մոդեցումը գրոնական մոդեցում է, մեր մոդեցումը մարդկային Աստծո գործին հագարակ մոդեցում է։ Աստվածաշունչը մեզի լեցուն հստակ բաներ գսե, մենք մեր հաշիվին եկածը գարնենք, հաշիվին չեկածը չեն գարներ, դարձված մը գտնենք մեր ուզած ձևով ապրելու։ Եթե մենք գուզենք Աստծո ներկայությունը բերել, պետք է քին վճարել սորվինք։ Աստծո ներկայությունը բերելու համար մարդոց կյանքերում մեջ մենք պետք է սորվին քին վճարել։ Ամեն օր։ Ոչ տարի մեկ անգամ։ Ամեն օր։ Եվ դեսեք ինչպես գահաճողինք Աստծո ներկայությունը բերելու։ Գիտեք, աշակերտները հրաշքի համար չաղոթեցին։ Գործարակելոտ 4:29-ի մեջ։ Սկիզբը հրաշքի համար չաղոթեցին։ Առաջին բանը, որսին դեր մեզի համարձակություն դուր։ Մեր համարձակությունը գոդրված է դեր թշնամիին վարմունքին պատճառով։ Համարձակ չեմ զգար, քանի օքի զգացած է համարձակության գոդրվիլը, գուզես խոսիլ աս մարդուն, մեջդ գվարիս, փերանը չի բացվիր որ մեկ բարձես։ Քանի օքի ունեցեր այդ փորձառությունը։ Համարձակությունը գործվեր է։ Աշակերտները դիրոջեսին դեր մեզի համարձակություն դուր, որ խոսինք, որբեսի որդիդ անունով հրաշքներ կատարվին։ Երբ խոսինք, Բիդի ադարվի, Սուրբ Հոգին բիդի չի ցկե։ Կուզեմ հասկանաս, որ գրոնական նայվածքը մոդեցումը արգելք դարձած է, որ մենք Սուրբ Հոգին փափակը կատարված տեսնենք։ Սուրբ Հոգին գխախտե ամեն մարդկային չափանիշ։ Եթե մենք ճիշտ տեղի մեջ իրեն գծարայենք։ Գիտեք, եկեղեցու բաղություններում մեջ իրական բաղություններ կան։ Իրական բաղություններ կան։ Եվ գրնաս զարմանալ, թերևս շատերդ գարտացած եք։ Հավատացյալներ եղած են, որոնք միան հավատացյալներ եղած են,
Այսինքն ոչ հոգևոր հայրեր եղած են, ոչ գրոնական մարդիկ եղած են, ուղղակի զինվորականներ եղած են, կամ ուրիշ հավատացյալներ եղած են, բայց հավատք ունեցած են։ Իրենց հավատքին համար հալածված են։ Հալածված են ուղղակիորեն։ Թագավորը սպառնալիքներով իրենց դեմ ելած է։ Հիմա մեկը անունը չեմ ալ հիշեր, մի քանի անգամ բռնած են իրեն, գլուխը գդրած են։ Երկրորդ օրը ելած, իդ քարոզչության թաշտի չեր է։ Նորեն բռներ գլուխը գդրեր են, մերա վերջացուցին գսելով, երկրորդ օրը ելեր իդ թաշտ մդեր է, Աստծո խոսքը քարոզ, այսին իրենց հրաբարակներում մեջ երևցած է։ Խենթացած է այլևս թագավորը։ Գրնասս է Սուրբ Օքին ինչ կփորձերնելոս, ինչ էր իր մոդեցումը, Մեծիկի ասիկա մերավ կնաց խեղճ ազատեցավ, չէ, ազատեցավ, մերավ կեզի համար վգայություն հրավ, հիմա ուրիշ մեկումը դուր այդ շնորքը, տովորն է, նորեն նույն մարդուն, մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, չորս անգամ, գուկա ետ խեն թանան նորեն գգդրեն, խաղալիք եղավ, կարտոն կոմիկ եղավ, մեկումը ծերքերը գդրեն, գրագի մեջ տնեն, այրատ սետին մեջ, հանեն թապեն, երկրորդ օրը ետ ոտքի էլ է, ինչ կփորձ է ցույց տալ Սուրբ Օքին, բամություն չէ միան ասիգա, կհասկնակ ինձի, այդ ժամանակին մեջ մարդիրոսներով վգայություն դալու ժամանակ էր, և այս մարդիկը հասկացած էին մարդիրոսության հոգին, նամակը, այս օրերուն հոգին ինչ կխոսի քեզի, ադիգա անելու պատրաստ է։ Մոսեսին օրերուն ձովը բացավ։ Անաբադի մեջ քիշերը գրագով արևին թիմած ամբով ժողովրդին հետ եղավ։ Մանանագերցուց, չուրը իրենց հետ կքալեր գխմեին։ Մոսեսին օրերուն։ Եղիային օրերուն ուրիշ ծե վրավ, Եղիսեի օրերուն ուրիշ ծե վրավ, Հեսուի օրերուն արևը գեցուց, լուսինը գեցուց, Դավիթին օրերուն բոլոր թագավորությունները չարթեց, քեզի ինչ տված է այսօր, քեզի ինչ տված է, չեմ կեր եթե բատմեցի այսօր ցեզի, աղոտքի գեցա, բիդի աղոտեմ, տերեսա մի աղոթեր, Ինչո՞ս գեցած ես հիմա, այո, արդու բատմեցից եսի, ինչո՞ս ես հիմա, դերը գուզե, իրեն այդ հաղորդակցություն ունենամ, ես ավելնամ իր նպատակին մեջ, ոչ թե այդ աղոտքի բահը անցնեմ, մդերմությունը մեզի այս բաները կսորվեցնե, ավելի դերոջ հետ երկրի վրա, երկինքի թագավորության գործը գադարելու ուղղություն առաջնորդություն կշնորհե, և մենք պետք ունենք, չկնար երևակայել, երբ դեր ինձի իսավ մի աղոթեր, ես չուրախացա, որ աղոթ պիտի չնեմ, ես ուրախացա, որ ինձ ավելի քեղեցիկ դեղ դարավ, որ ես աղոթքի սադեն կփնտրեմ, ավելի քեղեցիկ դեղ դարավ, ավելի արագ հասնելու դեղ դարավ, Եղիսեի օրերուն հորթանանի չուրերը ջեղքեց, Եղիսեի օրերուն մարդոց մեջ նշաններ ըրավ, սովերը գեցուց, բادرազմներուն թեմ տրավ, հրաշքներով, Դեր Հիսուսի օրերուն ուրիշ ծևերով ըրավ, Թարերու ընթացքին միշտ Սուրբ Օքիին ըսած նույն ավետարանն է, ավետարանը փանան է ամեն մարդուն դարբեր բան չսեր, նույն բաղմությունն է, բայց Սուրբ Օքին այդ ժամանակվան համար գարաչնորդ է, որ ամեն մարդ իր դեղը ունենա, իր կործը ունե, Ես և դուն այս ժամանակին ունենք այդ առաջնորդությունը դիրոճմով և շատ կարևոր է, որ մենք հասկնանք մեր գետրոնացումը դերոջ վրա ալլա, դերը ինչ կսե ինձի, դերը ինչ կուզե ինձ մե այսօր, ես ինչ կրնամ դալ դիրոջ, ես ինչ կրնամ դալ դիրոջ, մորնանք այս համոզումը սիրեներ հավատքի գյանքի մեջ շահավետ չէ, ինչ կրնամ արնել դիրոջ մեն, Ինչ կրնամ դալ դիրոջ,
Դերը ինչ կուզե ինձ մե։ Եթե դու գտնվիս հոն ուր դերը քեզ մեկ ակնկալ է որ գտնվիս, վստահ եղիր որ հոն երկինքը բաց է։ Հոն երկինքը կոց չէ։ Կանոքի գամացայնի եդս, կանոքի ամեն գսե, դու եթե գտնվիս դեղի մեջ, որ Սուրբ Օքին գուզե քեզ մե ըլլաս, հոն երկինքը բացվի դլա։ Դեր Հիսուս աշակերտներուն ըսավ չէ, պիտի տեսնեք երկինքը բացված եւ հրեշտակները մարդու որդին վրա գելեն ու գիչնեն։ Բիզի են։ Դեցուն կորց կա։ Եվ դակավին կգարձես որ Աստված քեզի չեն դրած։ Դակավին կգարձես որ Աստված քու միջոցավը չի գնար հրաշքներն էլ։ Ինչու փորձեցիր։ Դերևս չրավ։ Փորձե։ Մեկ հատ ժողովրդային լավ ջոկ մը գա, բոլորդ գիտեք վստահ եմ։ Մեկը միշտ գաղութե եղեր գսե, որ ասյան ասիվ ինձի թողել է, այլես ասված ցանցրացեր որ մսեր, ար մեկ հատ որ ելել է։ Չեմ կեր ինչպես կհավատար որ ասված պետք է յանասիվին տրամը դա արնե իրեն համար։ Հալելույա։